Ամեն, հալելույա, բարձր ծափարի տիրոջը, հրճակի նրա փառավոր խաչի հաղթանակը, ասա սա այն օրն է, որ Տերը ստեղծել է մեր հաղթանակի համար, նրան պաշտելու համար, ազատագրության համար, շատերի բժշկության համար, կույրերի տեսողության, խուլերի լսողության, կաղերը քայլելու են, համրերը խոսելու են, թևերը հեռանալու են, որովհետև Հիսուս երեք այսօր հավիտյան նույնն է։ Փառք տուր նրան ու ասա հալելույա, փառք ես, փառք ես։ Փառք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք երկրպագիր տիրոջը, փառք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ, փառք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ, փառք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, գալիս ենք քեզ մոտ, փառաբանության, հրաշքները քո զոր են, հրաշքները քո զոր են, և մեծ ես գալիս ենք քեզ մոտ, փառաբանության, հրաշքները քո զոր են, և մեծ ես ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, փառք ես Տեր, մենք փառավորում ենք քո անունը, բարձր ծափարի տիրոջը, ջերմ կրակով, բարձր ծափարի և փառք տուր նրա սուրբ անվանը, որովհետև նրա անվան մեջ զորություն կա, կյանք կա, բժշկություն կա, ազատագրություն կա, մեր կյանքի և համայն մարդկության ողջ կյանքի իմաստը մեկի մեջ է և նրա անունն է և բարձր ասա Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Տեր Տերերի, արքա արքաների
նշանես առնելու ողջ փառքն ու պատիվը։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Մենք ասել ենք, որ ամեն երկու շաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք համայն աշխարհի բոլոր հիվանդների համար, նամանավանդ Հայաստանի։ Բոլոր այն հիվանդների համար, ովքեր որ պառկած են իրանց հիվանդության մահիճներում։ Մենք չենք աղոթելու նրանց համար, ովքեր որ դահլիճում են, որովհետև մենք դահլիճում հավաքվածներս Քրիստոսի մարմինն ենք եւ Քրիստոսի եկեղեցին։ Ես վստահ եմ, որ դու արդեն բժշկվում ես։ Մեր չաղոթելը չի նշանակում, եթե այստեղ կան հիվանդներ չեն բժշկվելու, եթե տան ազատագրության կարիք ունեցողներ չեն ազատագրվելու, բայց մենք որպես Քրիստոսի մարմին մենք միաբանվում ենք այսօր, որտեղ Քրիստոսի մարմնի մեջ ուժ ու զորություն կա, աղոթելու բոլոր նրանց համար, ովքեր որ հիվանդանոցներում պառկած են, քաղցկեղով, արյան, տարբեր անբուժելի հիվանդություններով, կանայք, տղամարդիկ, աղջիկներ, տղաներ, երեխաներ, տատիկներ, պապիկներ, իրանց տանը անհույս, որոնք որ չունեն հնարավորություն, պիտի քանդվի ամեն սատանայի գերության շղթա, ոչ մեկի հիվանդությունը, ոչ մեկի համար փողի, հարստանալու, առիթ ու պատճառ չպիտի լինի, եւ մենք քանդում ենք այդ անեծքը, եւ մենք աղոթում ենք, որ նրանք ովքեր որ հիվանդ են, բայց այսօր փող չունեն, բուժվելու, այսօր հնարավորություն չունեն, որ Տիրոջ զորությունը այցելի ամեն հիվանդներին բժշկելու համար։ Ես աղոթում եմ եւ բարձրացնում եմ ձեռքերս այսօր քեզ հետ միասին, հավատալով, որ անհնարինը հնարավոր է Աստված դարձնում։ Գիտեք, ես մի բան գիտեմ, որ եկեղեցին մենակ մի հոգի չի, հովիվը չի։ Ես շատ եմ տեսել, որ բժշկության ծառայությունների ժամանակ մի հոգի ամբողջ դահլիճում կանգնած եւ աղոթում է, ոչ մեկ չեն մասնակցում այդ աղոթքին։ Բայց ես մի բան գիտեմ, որ Քրիստոսի մարմինը զորավոր է, երբ որ 2-3 հոգի իրար հետ ավետարանում գրված է, համաձայնվում են մի բանի մեջ։ Եվ մենք այսօր այստեղ 2-3 հոգուց ավել ենք, եւ քանիս հետ կա որ համաձայնվում ենք այսօր իմ հետ եւ միաբանվում ենք, որ աղոթենք բոլոր այն հիվանդների համար, ովքեր որ հիվանդանոցներում են, ովքեր որ անստաներում են, անհույս են, պառկած են, կամ ուղղակի հիվանդ են, բուժվում են, Տիրոջ գերբնական զորության կարիք ունեն։ Մենք դեմ չենք ավանդական բժշկությանը, բայց մենք գիտենք նաև գերբնական բժշկությունը, որը ծրի է, անվճար է, առանց փողը։ Եվ մենք այդ բժշկության համար ենք այսօր խնդրելու Տիրոջից, որպեսզի ամեն կախարդության անեծք, որպեսզի ամեն սատանայի գերության շղթա, որպեսզի ամեն թուղթուգիր, որպեսզի ամեն խավարի ուժ ջախջախվի, հեռանա, փշրվի եւ նահանջի Հիսուսի անունով, որտեղ Հիսուս Քրիստոս խաչի վրա մեռավ համայն մարդկության ցավերի համար եւ նրա վերքերով մենք բժշկություն ունենք, Եսայի մարգարեն ասում։ Ես հավատում եմ միաբանությանը։ Ես չեմ ընդունում ու չեմ հավատում այն աղոթքներին, որոնք որ ուղիղ եթերով, մարդիկ նստած, ժամերով, ինչ որ նույն մարդկանց համար, այդ Facebook-յան բնակիչներով, այս Facebook-յան բնակիչներ կան, գիտեք, չէ՞, որոնց կյանքը on-line է, իրական չի։ Ես Հիսուսյանով քանդում եմ այդ on-line աստվածպաշտության անեծքը, որ եկել է մարդկանց կյանքի մեջ, որ մարդիկ այսօր Աստվածաշնչին նույնիսկ չեն կարողանում հավատան, հավատում են, որ ինչ-որ մարդ, եթե ինչ-որ բան ասեց, որ ստեղ չկա, այդ ճշմարտությունն է։ Եթե մի հրեշտակ էլ երկնքից իջնի, Պողոս ասում է Գաղատացիների 5-րդ գլխում, եւ ավետարանի այն ավետարանը, որ մենք չավետարանեցինք, նզովյալ լինի։ Ցանկացած գաղափար, ցանկացած գիրք, ցանկացած գրառում, եթե այս ավետարանի հետ չի համապատասխանում, գրողը նզովյալ է գրածը։ Պողոս ասում է, եթե նույնիսկ մենք գանք, то Պողոսից մեծ ով կա։ Այսօր Հայաստանը քրքրում են, մի հատ սուրբ չեն գտնում։ Որտեղ ասում է բոլորը ընկան, խոտորվեցին Աստծո փառքից։ Արդար չկա, մեկն է չկա։ Բայց մենք Քրիստոսի արյունով արդարացածներն ենք։ Ամեն։
Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք հավատում ենք այն ավետարանին, որ այս գրքի առաջի էջից մինչև վերջի էջն է։ Ուրիշ ավետարան չկա։ Որ ուրիշ ավետարան էլ չկա։ Եվ մենք հավատում ենք այն ավետարանին, որը փրկում է, ազատագրում է, բժշկում է։ Ամեն, խավարը ցրում է։ Հիսուսն ասեց, որ ես իշխանություն եմ տալիս եկեղեցուն, ոչ թե եկեղեցու հովին, այլ եկեղեցուն, որտեղ մենք Քրիստոսի մեջ մարմին ենք, ամեն։ Կորինթացիների 12-րդ գլուխն ասում է, որ Քրիստոսի եկեղեցին դա մարմին, այդ մենք ամեն մեկս նրա անդամները։ Եվ հիմա մենք բոլորս միասին Հիսուսի անունով Քրիստոսի մարմնի անդամները բժշկված, ազատագրված, փրկված, հավիտենական կյանքի ժառանգորդես պիտի աղոթենք։ Եվ հավատում եք, որ ովքեր որ այս ուղիղ եթերը նայում են, բժշկությունը գալու է նրանց սենյակների մեջ, իրանց մարմինների, իրանց հոգիների, իրանց ընտանիքների վրա։ Ասա ամեն։ Ամեն։ Ես հավատում եմ, որ արդեն բժշկված հոգիներ կան։ Ես չեմ աղոթում սա իմ անձնական հեղինակության համար, երևալու համար, ցուցադրվելու համար, ասելու որ տես ինչ հոգատար եմ։ Ես աղոթում եմ նրա համար, որտեվ կա մեկը, որ սիրում է քեզ, քո հիվանդության մահճակալի մեջ, քո մեղքերով քեզ սիրում է, նրա անունը Հիսուս է։ Ես չեմ խաչվել քեզ համար, նա է խաչվել քեզ համար։ Նա իր կյանքը տվել։ Մենք մահկանացու մարդիկ ենք, մենք անպիտան ծառաներ ենք, այդ ինչ որ պարտք ենք, այդ ենք անում։ Մենք կատարյալ չենք, բայց նա կատարյալ է։ Եվ հիմա մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը այստեղից, վաղարշյան 12 հասցեից, Հիսուսի անունով այս դահլիճից, այստեղ կանգնած բոլոր Հիսուսին հավատացողներով, բարձրացնում ենք մեր ձեռքերը բոլոր Հայաստանում հիվանդության մահիճներում պառկած անձանց վրա։ Մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը քո վրա, որտեղ որ հիմա դու կաս, պառկած ես կամ հետո կնայես, այս բժշկարար զորությունը գործելու է, նույնիսկ եթե դու ձայնագրությունը նայես։ Մենք աղոթում ենք եւ քանդում ենք այդ կապանքները հիվանդության, եւ մենք բժշկություն ու ազատագրություն ենք խոսում քո մարմնիդ մեջ։ Մենք այստեղ կանգնածներս համաձայնվել ենք Հիսուսի անունով, որ քո մարմնիդ մեջ այսօր Հիսուսի վերքերի բժշկությունը հռչակենք եւ ասենք քեզ, դու բժշկված ես։ Հիմա Հիսուսի անունով մենք արձակում ենք քո կապանքներն ու քո շղթաները։ Ես խոսում եմ, որ Տիրոջ բժշկարար զորությունը հեղվի քո սենյակում։ Տիրոջ սեր ու ներկայությունը պարուրի քո հոգին։ Գրկի քեզ, զգաս նրա քաղցրությունը, նրա անուշ ներկայությունը։ Հալելույա։ Փառք ես իմ Տեր, որ հիմա բժշկում ես։ Փառք ես իմ Հայր, որ հիմա լսում ես, որտեղ երկինքը բաց է։ Ամեն Հիսուսի անունով աղոթողների համար եւ մենք աղոթում ենք եւ խոնարհվում ենք քո գահի առջև, խնդրելով որ բժշկես իմ Հայր բոլոր այն երեխաներին, մանուկներին, պատայներին, որոնք անհույս, հիվանդ, պառկած են։ Տեր ես աղոթում եմ, որ քո բժշկարար զորությունդ գործի։ Ես աղոթում եմ, որպեսզի քո բժշկարար զորությունդ այցելի։ Ես աղոթում եմ, որ քո ձեռքերդ մեկնես հիմա, Տեր, բոլոր այն հիվանդների վրա, ովքեր իրենց մահիճների մեջ պառկած են, ովքեր իրենց ծնողների գրկում են։ Տեր ես աղոթում եմ հիմա, որ նրանք փառքիդ համար բժշկվեն, ոչ թե իմ, այլ քո, ոչ թե այստեղ կանգնածների, այլ քո փառքի համար։ Նույնիսկ եթե նրանց բժշկությունը ծածուկ մնա, թող դա փառավորի քեզ։ Բայց եթե նրանք ուզեն հռչակեն ու քո անունը փառավորեն այստեղից, վկայեն, թող քո համարձակությունը գա նրանց մեջ, Տեր։ Հիսուս, Հիսուս, երեք այսօր հավիտյան նույնն ես, քո բժշկարար զորությունն եմ խնդրում հիմա, Տեր, որ հպվի
ամեն հիվանդ մարմնի, ամեն տկար մարմնի, կին թե տղամարդ, աղջիկ թե տղա, երեխա, մանուկ, պատանի, փառք ես Տեր, բժշկիր, փակիր քո աչքերը եւ ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա, հենց հիմա դու բժշկվում ես եւ ասա, ես բժշկված եմ Հիսուսի վերքերով, հալելույա, փառք տուր նրան, Հիսուսի անունով, ես քանդում եմ հիվանդության շղթաները, ես սաստում եմ, ես հալածում եմ ամեն հիվանդության ոգիներն ու դևերը քո կյանքից, Հիսուսի անունով, ես խոսում ազատագրություն ամեն շղթաներից, ամեն կապանքներից, ամեն կախվածություններից, Հիսուսի անունով, եւ ես փառավորում եմ քո սուրբ անունը Տեր, փառք ես Տեր, հալելույա։ Մենք փառավորում ենք այս հաղթանակի համար Տեր, հալելույա, շարունակիր Տեր, փառքը ցույց տա, շարունակիր կապանքները քանդել, շարունակիր այս հաղթական ընթացքը, այս զորավոր ընթացքը, Հիսուս, փրկիր, դու փրկիչ ես, դու կյանք ես Տեր, այցելիր, շարժվիր, քայլիր, ողջ Հայաստանով Տեր, ամեն ունեք, քո ներկայությունն ու քո շունչը թող զգացվի, Հիսուս, ոտքերի տակ են բերում ամբողջ մեր երկիրը, մեր ազգը, մեր ժողովուրդը, այցելիր, սղճմամբ և ապաշխարությամբ թող խոնարհվեն ու դառնան քեզ նորսը, հալելույա, փառք ես, մեծարում ենք, քեզով Տեր, արժանի ես, Տեր Հիսուս բարձրյալ արկա, Տեր երկնի և երկրի, Հիսուս գերազանցես ավիթյան, Հիսուս բարձրյալ արկա, Տեր երկնի և երկրի, Հիսուս գերազանցես ավիթյան, ասա մեծարում ենք,
եղբայրներ, մենք շարունակելու ենք մեր տարվա վերջի եւ տարվա սկզբի ավետարանչական ծառայությունները, մենք նախապատրաստական ամբողջ տարին նախապատրաստում ենք 2026 թվի հունվարի 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի մեծ շքեղ զորավոր Հիսուսի անունով հաղթական ավետարանչական սուրբ ծննդյան ծառայություններին։ Եվ մենք հավատում ենք, որ այս դահլիճը փոքր ալնելու դրա համար պատրաստում ենք նորը կառուցել 25000 տեղանոց եւ դահլիճն արդեն կառուցել ենք, իմ էջում կարող եք նայեք Տերորդի մեր հավատքով եղբորը, ես սիրում եմ Վարուժի հավատքը, ցույց տվեցի, ես ասի Վարուժ եղբոր արդեն կառուցել ենք, ասում հա որտեղ է, ասում դե մեջի գործերն ենք անում արդ։ Հավատքով պիտի խոսանք, ամեն։ Իմ էջում կարող եք մտնեք հիմա, իմ էջում նայեք, 3D տարբերակով արդեն իսկ պատրաստի շենքը։ Նայեք ու հավատացեք, չափսերից մի վախեցեք, Աստված ավելի մեծ է։ 25000 ավանդական հավատքը թողում ենք, անցնում ենք հավատքի մեծ տեսիլքներին, ամեն։ Հիսուսը գալիս է, բայց մենք ժամանակ ունենք դեռ երկրի վրա, ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ մենք դեռ գործ ունենք, դեռ արտություն կա, դեռ շատ մարդիկ կան, որ պիտի դառնան։ Եվ ուզում եմ, որ անպայման նայես, հիմա կնայես, հետո կնայես, տանը կիսվես այդ տեսիլքը։ Միակն է լինելու ամբողջ աշխարհում, նախադեպը չունեցողն է լինելու, որտեղ արդեն իսկ միացել են մեզ, փակագծեր չեն բացում, ովքեր։ Բայց դե որ արդեն IT ոլորտի ճարտարապետական լուծումներով լուրջ մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ, սա արդեն իրականությունն է, որ մենք այդ տեսիլքը ավելի լավ ունենանք։ Մենք հայր ունենք, մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրելու։ Մենք ոչ մի բան պարտքով, տոկոսով, մոկոսով, քասիբի, աղքատ, հավատացյալի վզներս ծառած սրանից նրանից փող մուրալու ճանապարհներով չենք անելու։ Որտեղ մենք անելու ենք արժանապատիվ եւ օրդնյալ ճանապարհներով։ Մենք ոչ մեկին ուլտիմատում չենք տալու, ոչ մեկին ուլտիմատումին չենք ընդունելու։ Խոնարհվելու։ Մենք հավատում ենք պարզ մաքուր զոհաբերությանը։ Եվ մենք չենք սպասում, որ դա ինչ որ տեղից ալնու, դա երկնքից ալնու։ Մենք ոչ մեկին ակնարկ չենք անում։ Մենք ասում ենք, ով որ այս գործի համար ուզում է մասնակցի, թող միանա բոլոր նրանց համար, ովքեր որ արդեն մասնակցել են։ Մենք հզոր արդեն մեծ բանակ ունենք այս տեսիլքի համար։ Եվ մենք շարժվում ենք առաջ։ Մենք այս ամենը ցույց ենք տալիս, որ քո հավատքը զորանա, որտեղ մենք երկնքից իջած մի հատ հավատքի տեսիլք ենք ուզում իրականացնենք։ Ամեն։ Որ ամբողջ աշխարհով դա Աստծուն փառք բերի։ Եվ մենք հավատում ենք, որ ամբողջ աշխարհի մեծագույն Աստծո մարդիկ ծառայելու են այդ դահլիճում։ Այդ դահլիճը կոչվում է արտության կամուրջ։ Եկեղեցին էլ մենք ենք։ Եվ ցանկացած մեկն էլ արտության կամուրջը։ Դա մեր սեփականությունն ու անհատական անձի հետ կապված չի։ Դա Տիրոջ փառքի հետ է կապված։ Դա մեծ է լինելու, դա եռանկյունի կռիշով ինչ որ շենք չի լինելու, դա շատ մեծ, շատ բարդ լուծումներով, միևնույն ժամանակ շատ գեղեցիկ ու հրաշալի ու հոյակերտ մի շենք է լինելու, որտեղ մենք պիտի փառաբանենք Աստծուն, շուտ է լինելու 2026 թվին։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Ամենից չի որ ցույց ենք տալու։ Մենք ցուցամոլ հավատացյալ չենք, մենք հավատում ենք Աստծուն։ Եվ այն ինչ որ Աստված անում է, դա իսկապես մեր երկրի, մեր ազգի, մեր ժողովրդի համար է լինելու, եւ նաեւ ինչու՞ չէ,
շատերի համար այցեքար տալնելու մեր երկիր։ Եվ մենք հավատում ենք, որ ամեն մարդ այս գործի մեջ, որ կմասնակցի, դա իրանը կլինի, որտև իրա հոր տունն է, և քո հորը տունը կառուցելու համար պետք է ոչ մի բան չխնայես, որտև դա քոնն է։ Եվ մենք հավատում ենք, որ Աստված այս մեր ծրագիրը կիրականացնի։ Այսօր ժամանակ չունենք ուղղակի պատերի վրա ցույց տալու։ Դուք կարող եք մտնեք իմ Facebook-յան էջ, բացայի մեջս այդ վիդեոն, կարող եք մտնեք նայեք, նոր թարմ, նոր տեսիքներ ենք փոխանցելու, որ Տերը քո հավատքը զորացնի ու հավատաս, որ Տիրոջ փառքի համար, Տիրոջ ժողովրդի հավաքվելու համար այս կառույցը պետք է ու կարևոր է ամբողջ աշխարհին եւ մեր տարածաշրջանին։ Հավատում ես թե չէ։ Սա նորից եմ ասում, մի ուղղահայաց եռանկյունի կռիշով ինչ որ մի հատ շենք չի լինելու։ Սա նմանը չունեցող, նախադեպը չունեցող, օդանավակայանով, ուղղաթիռի կայանատեղիով, լավա չէ։ Մի 20,000 մեքենայի կայանատեղիով, վերև, ներքև, էլ չեմ ասում, պաշտամունքից հետո տուն չեք ուզելու գնաք, սրճարաններ, կարուսելներ, մի խոսքով, հրաշալի մի վայր, ամեն, հավատում ես, որ Աստված ես, ես արդեն ինձ տեղ տեսնում եմ, նոր ոնց որ տեղ փառաբան էի ասում, Փարտիոչ, եկեք ծապ տանք Տիրոջը այս նախագծի համար, Տերը օրհնի նրանց, ովքեր որ միացել են, ովքեր որ աշխատում են, ես անուններ, ազգանուններ չեմ ուզում շատ տամ, բայց ովքեր որ միանան այս մեծ թիմին, իրանց նոր առաջարկներով, գաղափարներով, ֆինանսական զոհաբերություններով, մենք սրտանց պատրաստ ենք համագործակցելու և քո ներդրումդ Աստծո թագավորության մեջ ընդունելու։ Շատերը ներդրում են անում ինչ-որ գործարանների, բիզնեսների, չէ, Աստծո թագավորության համար ներդրում արա, քո միլիոններդ և կտեսնես, որ Աստված քեզ առատապես կօրհնի, ամեն, Փարտիոչ, եկեք ծապ տանք և այսպիսով ավարտենք առաջին մասը, հալելույա, Փարտիոչը։